Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում են շախմատային հաղորդաշարի 2133-րդ թողարկումը եւ մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը։ Պեկինում դեկտեմբերի 11-ին սկսվում է խոշոր շախմատային փառատոն, ավանդական փառատոն, համաշխարհային մտավոր խաղեր անվանումով։ Եվ ինչպես միշտ այստեղ հանդես է գալիս մեր Լևոն Արոնյանը։ Նկատեմ, որ այս փառատոնն ընթանում է 3 ձևաչափով՝ արագ, կայծակնային եւ այսպես կոչված բասկյան։ Դե ինչ վերաբերում արագին եւ կայծակին, անշուշտ բոլորը քաջածանոթ են, հաճախացնում են իսկ որն է բասկյան համակարգը։ Այն շատ յուրօրինակ խաղաձև է, որի ընթացքում մրցակիցները միմյանց հետ միաժամանակ անցկացնում են 2 պարտիա, մեկը սպիտակներով, մյուսը սևերով։ Նկատեմ, որ ընդհանրապես հազվադեպ կիրառվող այս համակարգը դեռ տասնամյակներ առաջ ընթացել է, կիրառվել է Երևանում Ռաֆայել Վահանյանի եւ Դավիթ Բրոնշտեյնի մրցախաղում, որից հետո ահա կարծես վերածնվել է համաշխարհային մտավոր խաղերում։ Իհարկե նկատի ունենք, որ այս մրցաշարում, քանի որ պարտիաները դասական ձևաչափով չեն, ապա չեն ազդում ընդհանուր վարկանիշների վրա, բայց ինքնին անչափ հետաքրքիր են։ Իսկ մրցաշարի կազմը իսկապես հզոր է։ Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմյաշին, Մամեդյարովը, Վաշիելագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաուն եւ Հարի Կրիշնան։ Եվ ավելացնեմ, որ դուք իհարկե կարող եք հետևել պարտիաների ընթացքին մեր կայքի օգնությամբ, հիշեցնեմ amchess.am։ Պեկինի մրցաշարից քիչ անց, արդեն ամանորից հետո, հունվարի 9-ին մեկնարկելու է Վեյկանզեի նշանավոր փառատոնը, որը վերջին տարիներին կրում է Տատա Սթիլ անվանումը, գլխավոր հովանավորի անունը։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս փառատոնին կմասնակցի առաջին անգամ մեր պատանի հայրենակից նորընծա գրոսմայստեր Սամվել Սևյանը, որի 14 տարին դառնում է դեկտեմբերի 26-ին։ Սևյանը հանդես կգա երկրորդ մրցաշարում, ոչ գլխավորում, բայց այն եւս շատ հզոր կազմ ունի եւ պատանի հայ շախմատիստի մրցակիցները կլինեն մասնավորապես այնպիսի հռչակավոր շախմատիստներ, ինչպիսիք են Թիմանը, Նավարան, Վային, Շանկլանդը, Լամին, Վան Կամպենը եւ ուրիշներ։ Շատ ուրախալի է, որ արդեն փոքրիկ շախմատիստին հրավիրում են նման խոշոր փառատոների, բայց իհարկե այս մրցաշարի գլխավոր պայքարը, ամենամեծ տաքությունը կառաջացնի A մրցապայքարը, որի մասնակիցների մեջ, ինչպես ասացինք, կլինի Լևոն Արոնյանը։ Իսկ այստեղ կազմը պարզապես տպավորիչ է։ Լևոն Արոնյանը խաղա նախևառաջ շեշտենք աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ, ապա Կարուանա, Գիրի, Սո, Վաշիելագրավ, Դինլիրեն, Ռաջաբով, Իվանչուկ, Ջոբավա, Շարիչ, Հոյֆան եւ Վանվելի։ Եվ քանի որ սա մոտակա առաջին մրցաշարն է, որը ազդելու է միջազգային վարկանիշների վրա, մենք մեծ տաքությամբ կհետևենք այս մրցապայքարի ընթացքին, հիշեցնեմ, որ Արոնյանը միշտ շատ հաջող է հանդես գալիս Վեյկանզեում, մի քանի անգամ հաղթել է, հուսանք, որ լավ ավանդույթը չի խախտվի։ Բայց այս երկու մրցաշարերից բացի, որտեղ մասնակիցների մեջ է Լևոն Արոնյանը, արդեն մոտակա օրերին շախմատասերները ուշադրությամբ կհետևեն մեկ այլ խոշորագույն մրցապայքարի, արդեն առանց Արոնյանի մասնակցության, խոսքը վերաբերում է Լոնդոնում վաղը մեկնարկող կարճատև, բայց ավանդական արդեն հետաքրքիր մրցապայքարին, որի մասնակիցների մեջ են մասնավորապես Անանդը, Կարուանան, Նակամուրան, Կրամնիկը, Գիրին եւ Ադամսը։ Իսկ հենց նոր, մասնավորապես Կրամնիկը, Գիրին ավարտեցին խոշոր օփենը, որն անցկացվում էր Կատարի մայրաքաղաք Դոհայում, եւ այստեղ մասնակիցների մեջ էին նաեւ հայաստանցի 7 գրոսմայստերներ եւ մենք իհարկե շատ հետաքրքրությամբ հետևում ենք պայքարի ընթացքին։ Շեշտեմ, որ մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Սերգեյ Մովսիսյան եւ Վլադիմիր Հակոբյանը,
որոնք 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր, սա նման մրցաշարի համար շատ բարձր արդյունք է, երկուսն էլ բարձրացին իրենց վարկանիշները։ Մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը խաղում էր մեծ վերելքով եւ վերջին տուրից առաջ պահպանում էր երկրորդ մրցանակը նվաճելու հնարավորություններ, բայց շատ սուր պայքարում նա տանուլ տվեց Գիրին եւ ահա դուրս մնաց մրցանակակիրներից, սակայն կրկնում ելույթը հաջող էր եւ որպես հաջող ելույթ կարելի է նշել նաեւ մեր Էլինա Դանիելյանի ելույթը, նա խաղում էր տղամարդկանց հետ, ինչպես հավասարի 9.4 միավոր եւ նաեւ փոքրինչ անակնկալ էր Գաբրիել Սարգսյանի անվստահ խաղը, նա եւս վաստակեց ահա 5 միավոր 9 հնարավորից ավելին էինք սպասում, Գաբրիելը որոշակի չափով նվազեցրեց իր վարկանիշը։ Հուսանք, որ սա միայն դրվագ է մեր օլիմպիական չեմպիոնի շախմատային կենսագրությունում։ Միաժամանակ, ինչպես հավանաբար հիշում եք, Բարսելոնում ընթանում էր կարճատև, խոշոր մրցաշար, որի մասնակիցների մեջ էր մեր Կարեն Գրիգորյանը, նա բաժանեց 3-4 տեղերը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ հունգարացի գրոսմայստեր Բալոգը։ Շախմատային մրցաշարերը հետևում են մեկը մյուսին եւ հա Պավլոդարում, Ղազախստանի այս քաղաքում անցկացվում է բավականին խոշոր օփեն, որի մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ, գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը։ Անդրեասյանը 6 տուրից 4.5 միավոր ընթանում է 3-րդ տեղում, իսկ առաջատարը 100%-անոց արդյունքով Սերգեյ Վոլկովն է, ռուսաստանցի գրոսմայստերը, իսկ մինչև մրցաշարի ավարտ դեռ կա 3 տուր, այնպես որ շատ բան կարող է փոխվել։ Ֆիդեն հրապարակեց հերթական վարկանիշները եւ այստեղ իհարկե մեզ միշտ հետաքրքրում են առաջին հորիզոնականները, շարունակում է վստահորեն գլխավորել այս աղյուսակը Մագնուս Կարլսենը, հետաքրքիր որ չնայած նա պաշտպանեց իր տիտղոսը Անանդի հետ մրցախաղում, բայց Կարլսենի վարկանիշը 1 կետով անգամ նվազեց, բայց միևնույն է նա առաջինն է 2862 տպավորիչ վարկանիշով։ Երկրորդը Ֆաբիանո Կարուանան, իտալացի գրոսմայստերը, որ հիշում եք, մի պահ ընդհուպ մոտեցել էր Կարլսենին, հետագայում վարկանիշը նվազեց, բայց միևնույն է նա բավականին վստահորեն ընթանում է երկրորդ տեղում։ Երրորդ հորիզոնականում Ալեքսանդր Գրիշչուկը, չորրորդում Վեսելին Թոփալովը եւ 5-րդում մեր Լևոն Արոնյանը, որի վարկանիշը 2797-ը նա 3 կետով միայն զիջում է Թոփալովին։ Նկատեմ ընդ որում, որ հունվարի 1-ի ցուցանիշներով Արոնյանի վարկանիշը 1 կետով էլ կնվազի, քանի որ առայժմ չեն հաշվի առնվել Նակամուրայի հետ մրցախաղի արդյունքները, բայց միևնույն է նրա տարբերությունը մասնավորապես Թոփալովից շատ փոքր է եւ եթե հիշենք, որ Արոնյանը մեկը մյուսի հետևից երկու խոշոր մրցաշարի պետք է մասնակցի նախ Վեկանզեում, որի մասին այսօր խոսեցինք, եւ ապա Ցյուրիխում, ապա հուսանք, որ Լեոնին կհաջողվի վերականգնել իր նախկին բարձր վարկանիշը։ Հետաքրքիր մրցաշար անցկացվեց Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, այստեղ մրցում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության շախմատիստները, բավականին ներկայացուցչական էր Երևանի, Հայաստանի մարզերի թիմերը, նաև անհատական մրցապայքար էր եւ այստեղ հաղթեցին կենտրոն շրջանի ներկայացուցիչները, որոնց կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ եւ այս մրցաշարի փակման հնարավորությանը ներկա էր եւ հաղթողներին պատկերատրեց Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսե Ռաուլ Կապաբլանկան ասում էր. պետք է միշտ նկատի ունենալ, որ սկզբնախաղը հիմնավորապես ընկալել հնարավոր չէ, եթե սկզբնախաղային բազմաթիվ տարբերակների գնահատման ընթացքին չի մասնակցում վերջնախաղերի լավ իմացությունը։ Բենյամին Բլումենֆելդը, նշանավոր վարպետը, ասում էր. վերջնախաղի դերն ամենևին չի սահմանափակվում խաղի եզրափակիչ հատվածով։ Շախմատային պարտիայի ընթացքն իր ամբողջության մեջ զգալի չափով պայմանավորվում է նկատառումներով, որոնք կապվում են գլխավոր խաղաքարերի փոխանակման եւ վերջնախաղի անցման դեպքում հավանական հնարավորությունների գնահատման հետ։ Եվ վերջնախաղին է վերաբերում նաեւ Վասիլի Սմիսլովի խոսքը։ Վերջնախաղին անհրաժեշտ է հատկացնել մեծ եւ լուրջ ուշադրություն։ Սա իմ անկեղծ խորհուրդն է բոլոր երիտասարդ շախմատիստներին։
Բարեկամներ, ես այսօր խոսեցի մասնավորապես Դոհայի մրցաշարի եւ նրանում հայ շախմատիստների բավականին վստահ ելույթի մասին։ Խոսքը աբերում է մասնավորապես Սերգեյ Մովսիսյանին, ընդհանրապես մեր այս նշանավոր շախմատիստը վերջին մրցաշարերում հանդես էր գալիս ոչ այնքան վստահ, սակայն Դոհայում խաղաց վերելքով եւ եզրափակիչ տուրում պարտության մատնեց հանրահայտ գրոսմայստեր Արթուր Յուսուպովին։ Այս դիրքը, որը ստեղծվել է շատ երկարատև պայքարից հետո, արդեն խաղի 97-րդ քայլն ընդհանրապես կատարվեց 106 քայլ։ Նյութական հավասարություն է, սակայն վերջնախաղերի տեսությունն ասում է, որ երբ պայքարն ընթանում է երկու թևերում, թակու եւ արքայի, փղերն ավելի ուժեղ են։ Այստեղ կան այլ հանգամանքներ եւս, որոնք բնորոշում են սպիտակների առավելությունը։ Սպիտակները Մովսիսյան ունին ուժեղանցող զինվոր, մինչ սևերի զինվորները այդքան էլ ուժեղ չեն, կրկնապատկված են եւ այս ամենը Սերգեյ Մովսիսյան վստահորեն իրացնում է։ Նա այս դիրքում խաղում է փիղ A4, նրա նպատակն է ի վերջո հասնել կամ փղերի փոխանակության, որպեսզի ճանապարհ բացվի զինվորի համար, կամ նման սպառնալիքի տակ հասնել վճռական առավելության։ Սևերը փորձում են հակախաղ ստեղծել արքայական թևում G5, այժմ նրանք ցանկանում են F4 քայլով հարվածի տակ առնել սպիտակների զինվորը, սակայն այս ամենը իհարկե սպիտակները հաշվի են առել, փիղ G3, G4 եւ փոխանակում է Մովսիսյանը փիղ G-ի հետ G-F, որից հետո, ինչպես տեսնում եք, արդեն սպիտակները կարող են անցնել իրենց ծրագրի շարունակությանը, փիղ C2, G5, փիղ D3, բնականաբար չի կարելի փոխանակել, զինվորն անարգել կանցնի թակուի, սևերը խաղում են փիղ B7 եւ արքա E2, նախ սպիտակները պաշտպանում են զինվորը, փիղ C8-ից հետո A6 արդեն, A6։ Սևերը փորձում են հակախաղ ստանալ եւ այդ նպատակով նրանք զոհաբերում են զինվորը E4, բնականաբար ոչ փիղ E4, քանի որ անպաշտպան կմնա6-ը, սպիտակները խաղում են F-E, սևերը չեն կարող H3-ը վերցնել, որովհետև զինվորը A7 կշարունակի իր հաղթարշավը, արքա F6, փիղ C4, սպիտակներն արդեն սպառնում են A7 եւ փիղ D5, սևերը խաղում են արքա E5, սակայն միևնույն է A7 եւ խաղի 106-րդ քայլում Յուսուպով անձնատուր եղավ, քանի որ փիղ B7-ին կհետևի փիղ D5 եւ սպիտակները զինվորը կվերածեն թակու։ Այսպիսի կարևոր հաղթանակ տարավ Սերգեյ Մովսիսյանը Դոհայում ավարտված մրցաշարում։ Բարեկամներ, սա նվարտում ենք մեր այսօրվա հաղորդումը, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն մեր գործընկերոջը Զանգեզուրի պրնձամոլբնային կոմբինատին, ցտեսություն, մինչ հաջորդ կիրակի, մինչ հաջորդ հանդիպում եթերում։